Պարոն Փաշինյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով եմ ուզում հարցնել, որոնք են հիմնական մտահոգությունները, որ ներկայացրեցիք Վենետիկի հանձնաժողովին եւ նախնական այս քննարկման ընթացքում ինչ տպավորություն ստացաք, արդյոք որևէ կերպ կընդառաջեն ընդդիմադիր կուսակցությունների պահանջներին։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր եմ ես, կուսակցություն ենք Հայաստանում, մենք չենք եկել Վենետիկի հանձնաժողովից, որ մեզ ընդառաջեն, մենք Վենետիկի հանձնաժողովի ընդառաջման կարիքն ու անհրաժեշտությունը չունենք։ Մենք եկել ենք տերմինների մենք ճշգրիտ լնենք, որպեսզի թյուրիմբռնումներ չլինեն, էլի, որ եկել ենք Վենետիկի հանձնաժողովի առաջ վիզներս ծռել ենք, որ մենք մտքեր ենք փոխանակում խնդրի հետ կապված։ Առաջին ամենակարևոր խնդիրը կապված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին պարտադիր բոլոր ընտրական ցուցակներում ներգրավելու հետ, որովհետև այստեղ կա խնդիր, երկկողմանի խնդիր կա, եւ այս թեզը գործնականում կարող է պատճառ դառնալ, որպեսզի որևէ ընդդիմադիր կուսակցություն ուղղակի չկարողանա մասնակցել ընտրություններին, որևէ ընդդիմադիր կուսակցություն կարող է հայտարարել, որ տեսականորեն, հայտարարություն անել, որը որևէ ազգային փոքրամասնության դուր չգա, եւ նրանք համարեն, որ այդ կուսակցությունը իրանց ազգային բաների խնդիրների հետ կապված սխալ դիրքորոշում ունի, եւ իրանք մարդ չեն կոչ են անում բոլոր հայրենակիցներին չընդգրկվել այդ հակա այսինչական ցուցակում։ Դա պրոբլեմ է, բայց պրոբլեմը շարունակություն ունի։ Այդ կուսակցությունը ընդդիմադիր կամ որևէ կուսակցություն Հայաստանում հետևորդներ ունի, չէ՞։ Եթե հետևորդները իմացան, որ օրինակ այս կամ այն համայնքի պատճառով իրենց նախընտրած կուսակցությունը չի կարողացել մասնակցել ընտրություններին, դա որոշակի լարվածություն է, չէ՞, առաջացրելու այդ ազգային փոքրամասնության նկատմամբ։ Ու այստեղ ես կարծում եմ, որ պետք է խնդիրը այլ կերպ լուծել։ Ազգային փոքրամասնությունները այո պետք է ունենան մանդատներ, մենք դրան կողմ ենք, մենք դրան դեմ չենք, բայց նրանք դա պետք է ունենան որոշվի падգամավորի ով լինելը կամ ներքին ընտրությունների արդյունքում կամ նրանց ցուցակները ընդհանրապես պետք է առանձին քվեարկվեն։ Սա առաջինը, երկրորդ խնդիրը կապված է այն բոլոր հարցերի հետ, որ դուք գիտեք, մենք հատկապես մեր տեսակետից մեր կարևոր է, մենք ասենք, որ կարծում ենք, որ պետք է ամեն կուսակցության առնվազն 2 վստահված անձ ունենալու միաժամանակ տեղամասում հնարավորություն տրվի, որովհետև տեսեք, նախկին օրենսգրքով կամ այս պահին գործող օրենսգրքով մեծամասնական նով առաջադրված տեխնացուները եւ կուսակցությունները կարող են ունենալ մեկական վստահված անձ, այսինքն մարդը կարող է ներգրավված լինել եւ որևէ կուսակցության համամասնական ցուցակում եւ մեծամասնականով առաջադրվել եւ ունենալ ամեն տեղամասում 2 վստահված անձ։ Հիմա մենք կարծում ենք, որ քանի որ այս մեծամասնականների վստահված անձինք դուրս են գալիս process-ից, հիմա ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցությունները ունենան երկուական վստահված անձ։ Եվ երրորդը եւ այն մյուս խնդիրները, որոնց մասին գիտենք, դիտորդների, լրագրողների հետ կապված, սահմանափակումների հետ կապված, էլի խոսել ենք եւ կարծես թե մի արձանագրեցինք մի դեպք, երբ որ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված փաստաթուղթը մեջ սխալ թարգմանության դեպք ունեինք, նաեւ այսպիսի խնդիր կար։ Ռեյտինգայինը նաեւ ձեր մտահոգության առարկան է, քողարկված կարելի ասել։ Ռեյտինգային այո, մտահոգության առարկա է, բայց մենք պետք է նաեւ հասկանանք, որ իշխանությունը կյանքի գնով էլ լինի, դրանից չի հրաժարվելու։ Իհարկե պետք է ճնշումներ գործադրել, բայց կարելի է որոշակի նաև լուծումներ փնտրել, որ նախ ռեյտինգ տարածքային տեխնացուների առաջադրման հնարավորությունները սահմանափակել։ Հիմա նախատեսվում է նախագծով, որ ամեն կուսակցություն կարող է 5-ից 20 տեխնացու առաջադրել, բարձր որ այդ 20 տեխնացուների մեծ մասը կարող են մի մասը կամ այդ կարող են լինել թաղային հեղինակությունները ու այդ բանը դա կարող է լինել, որ իրանց անունը ընդգրկվի, իրանք իրանց կողմնակիցներին ասեն իրանց անվան դեմ, այսպես ասած քվեարկի, հետո դա ստուգման մեխանիզմ կդառնա, այդ մարդը այդքան քվեարկող բերել է հանրապետականի համար, թե չի բերել։ Նկատի ունեմ բոլոր հարցերն քննարկվեց։ Դիտորդների սահմանափակման հետ կապված եմ ուզում հարցնել, սա մասնարարպես կարելի ասել, որ ինչ որ կերպ իշխանությունները ներառել են նաև ընդդեմ քաղաքացի
քաղաքացիական պայմանագրի, որ ձեր հիմնական նպատակը 6000 վստահված անձ տեղամասերում ունենալն էր, եթե այդ վստահված անձին գուցե լինեին նաև վերահսկող լրագրողների, դիտորդների տեսքով ընտրատեղամասերում, կարող ենք ասել, որ նաև սա այն փորձում խոչընդոտել։ Ուրեմն չկա այդպիսի ընտրակարգ, որտեղ վստահված անձը անելիք չունենա։ Լինի դա մի հոգի, թե երկու հոգի, ի վերջո մի հոգի ենթադրենք եղավ։ Այդ մի հոգին 48 ժամի վիճակյա լինելու աշխատել տեղամասին։ Իրեն sense թե եթե նույնիսկ այս ձևով ընդունվի, պետք են մարդիկ, որ փոխարինեն։ Ոչ չի կարող մի վստահված անձը 48 ժամ անընդմեջ ընտրական տեղամասում լինի, աչքը process-ից չկտրի։ Բոլոր դեպքերում ինչ ընտրական օրենսգիրք էլ ուզում եք ընդունեք, ինչ ընտրակարգ էլ ուզում եք ընդունեք, 6000 վստահված անձը պարտադիր պայման է ընտրությունների վերահսկողությունը ապահովելու համար։ Իրանք պարզ է, որ մենք ինչ ենք զարմանում, համ ասում ենք հանցագործ իշխանությունը, կեղծարար իշխանությունը, համ էլ զարմանում ենք, որ իշխանությունը փորձում է սահմանափակի վերահսկողության հնարավորություն։ Զարմանալու բան չկա, եկեք դադարենք զարմանալ եւ իրողությունները ֆիքսելով փորձենք կոնկրետ լուծումներ գտնել։ Տեսանելի փոխզիջում վերջում կունենանք, ինչ եք կարծում։ Դեռ որևէ բան արդեն նախագծի տեսքով կամ նախագծում արված փոփոխությունների տեսքով չունենք, ես որևէ բան կդժվարանամ։